Deutsche Welle, Roman Goncharenko. Deutsche Welle, Roman Goncharenko, պարոն Փաշինյան, առաջին հարցը ձեզ եղավ։ Դուք ասացիք, որ Գերմանիայից աջակցություն եք սպասում Եվրամիության ճանապարհին, տնտեսության, ինչ կոնկրետ ծրագրերում եք ակնկալում օգնություն, եւ պարոն Մերց, հարցը ուղղված է ձեզ, Հայաստանը ցանկանում է անդամ դառնալ Եվրամիության, Ուկրաինան եւ Մոլդովան ասոցիացիան համաձայնագրով են սկսել, այսօր դուք տեսնում եք այդպիսի ճանապարհ, եւ եթե թույլ տաք մի հարց էլ Ուկրաինայի մասին, ու ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփն ասել է Ուկրաինայի համար արժե նոր նախագահական ընտրություններ կազմակերպել եւ միգուցե կարող եք վերջին հանդիպման վերաբերյալ նրա օրակարգի վերաբերյալ ձեր կարծիք ասել։ Wir haben die Veränderungen in der Region mit größten Մենք տարածաշրջանում մեծ ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին, որը խաղաղությունը, որը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Ադրբեջանի հետ, բացում է համագործակցության լայն հնարավորություններ նաև Եվրամիության համար։ Մենք այդ ցանկությունը Հայաստանի սիրով ընդունել ենք, որ Հայաստանը ցանկանում է շատ ավելի սերտացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Մենք գիտենք, որ նաև բավականին նախադրյալներ պետք է բավարարվեն Եվրամիության անդամ դառնալու համար չափանիշներ, արդյոք դա ասոցիացիան համաձայնագրով լինելու պետք է այդ երկիրը ինքը որոշի այդ ճանապարհի մասին։ Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ ինտենսիվացնել մեր հարաբերությունները, այս հայտարարության մեջ էլ դա ասել ենք, գրավոր դա ճիշտ ուղղությամբ ճանապարհն է Եվ հետագա առաջիկայում ժամանակում պարզ կլինի, թե որ սա պատմական շանս է, բայց դա մենք շեշտում ենք, որ Հայաստանի համար։ Ուկրաինայի ուրեմն բանակցությունները շարունակվում են, 3 Լոնդոնում եմ եղել, դուք գիտեք, վարչապետ Ստարմերի եւ նախագահ Մակրոնի եւ նախագահ Զելենսկիի հետ ենք խոսել հետագա ընթացքի մասին, խոսել խաղաղության գործընթացի մասին, որպեսզի համաձայնեցնենք մեր դիրքորոշումները ընդհանուր առաջարկներ լինելու մշակվելու են, նրանք համաձայնեցվելու են ամերիկյան կառավարության հետ եւ այնուհետեւ հետագա հանդիպումներ կլինեն նաեւ ռուսական կողմի հետ։ Այս պատերազմը կարելի է մի քանի ժամում էլ ավարտել եւ պետք է դա Ռուսաստանից է կախված, դա միակողմանիորեն ուրեմն Ռուսաստանից է կախված, ոչ Ուկրաինայից եւ ավելի դաժանությամբ է ուրեմն քաղաքացիական բնակչության համար տեղ ունենում եւ ժամանակ հասունացել է որպեսզի առաջիկա օրերին ժամանակաշրջանում հանգուցալուծվի։